Դատարանը կալանավորել է Բագրատ Սրբազանին եւ եւս 14 մարդու։ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Սրբազան պայքարի խմբավորման անդամներն ու ղեկավարները մշակել էին ահաբեկչական գործողությունների ծրագիր։ Եղած ձայնագրությունները, տեսագրությունները, դիտումները, ներքին դիտումները, ընդ որում հələ պարզ չի ինչքանն է ճիշտ, ինչքանը սխալ, ինչքանը մոնտաժված, ինչը կոնտեքստից կտրված ակնհայտ ձայնագրություններ կա, որ քեզ սկսում է մի օր ավարտվում է հաջորդ օրը։ Կատարում են որոշակի ձևակերպումներ, որոնք միգուցե մի քիչ էքստրեմիստական են, բայց հստակ երևում է հաջորդը ասում է, չէ, դա չի կարելի, չէ, հանցագործությունն է, չենք անելու։ Պաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ սահմանափակումներ չեն տեսնում։ Կալանքի որոշումը բողոքարկելու են եւ երկրի ներսում, եւ դրսում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բագրատ Սրբազանի հետ կապված 3 գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Իմ ժողովրդին իր իշխանությունը հասնելու համար ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական մարդկանց, պետական այրերին պատիտեղ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱՑ-ի պատվալ նետելը դա օրենքի խիստ պահանջ է։ Խիստ պահանջ։ Քննչական կոմիտեն նաև առավոտյան հայտարարություն տարածեց, որ խոզարկումների արդյունքում մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող նոր իրեր են հայտնաբերվել, այդ թվում փողոցում էլեկտրասանության եւ համացանցային կապի ապահովման տարրերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավետանգ առարկաներ։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Րիոփն մեդիա։